Գործազրկության այսպես ասած կայուն ծանր վիճակը պահպանվում է Շիրակի մարզում։ Բարձր տոկոսները գրեթե ամեն տարի անփոփոխ են։ Մարզի աշխատաշուկայում առաջարկ պահանջարկի անհամատեղելի պատկեր է, իսկ աշխատանքի ընդունման փոփոխվող պահանջները աշխատանք փնտրող քաղաքացիների համար ընտրության հնարավորություն չեն թողնում։ Աշխատատեղ չկա։ Աշխատավարձերի չափ, օրինակ։ Շատ քիչ է, ինչ կան գիտեմ, շատ քիչ է, համեմատած Երևանի հետ շատ քիչ է։ Գյումրում քոնե այդպես գործանը շարք է բանն է, ժողովուրդը նորմալ աշխատի, ոչ թե հասնի Երևան ու կորսկենին աշխատի մարդը։ Ժամերը շատ են, ազատ օրեր չկան, աշխատավարձը ցածր։ Արձակուրդի մասին ընդհանրապես խոսք չկա, որ հիվանդանանք մեր հաշվին ենք հիվանդանալու։ Աշխատուժն էժան է, առաջարկվողն էլ մասնագիտական կարողություններին համապատասխան չէ։ Գործատուների մեծ մասը ցանկալի պարտադիր պայմանների շարք է ներկայացնում։ Առաջինը աշխատանքային փորձը։ Սա նորավարտ երիտասարդների համար մեծ արգելք է մասնագիտությամբ աշխատանք գտնելու հարցում։ Աշխատատեղեր չկան դիմելու համար կամ լոկալ աշխատանքներ, օրինակ խանութի վաճառողուհի, իսկ ուսանողների հետ ժամերը չի համընկնում։ Գալիս է ցանկության խնդիր ու բացի դրանից գործատուների պահանջները ու աշխատակիցների սպասելիքները ու թե ինչքան են բավարարում աշխատակիցները, որովհետև շատ հաճախ հիմա ավելի շատ գործատուներն են փնտրում լավ աշխատակից, քան սովորական աշխատակիցները լավ գործատու։ Որպես ուսանող արդեն երրորդ կուրսի, ով արդեն ակտիվ փնտրում է աշխատանք, տեսնում եմ, որ աշխատաշուկայում կա խնդիր գործազրկության ու որ ուսանողները ավարտելուց հետո միգուցե հնարավորություն չունենան աշխատանք գտնելու հենց Շիրակի մարզում։ Կարծում եմ, խնդիրը երկկողմանի է։ Աշխատանք գտնելու, լավ գումար աշխատելու հեռանկարով թոփ մասնագիտություններ ընտրած երիտասարդները տեսական գիտելիքները գործնական դաշտում կիրառել եւ աշխատել հենց մասնագիտությամբ մեծ մասամբ չեն հաջողում։ Ստիպված մասնագիտությունն են փոխում, բարձր վարձատրվելու ձգտումով աշխատանքի տեղավորվում այլ ոլորտում, նույնիսկ այնտեղ, որտեղ բուհական կրթություն ստանալն էլ պարտադիր չէ։ Կամ բազում օրինակներ, երբ ուսանողները իրենց մասնագիտությամբ են մուտք գործում, բայց լրիվ այլ ոլորտ, լրիվ այլ մասնագիտությամբ են աշխատում, որը ընդհանրապես իրենց համալսարանում չի եղել այդ։ Որոշ չափով այո, որոշ չափով ոչ։ Այո, որովհետև սկզբում շուտվանից չեմ մտածել այդ ամեն ինչի մասին, իսկ ոչ, որովհետև ուրիշ ծրագրեր չեն եղել, օրինակ համալսարանի կողմից։ Մի հատվածը համալսարանի բաց թողումն է, որ գործնական մակարդակի գիտելիքները քիչ են տրվում, բայց մի կողմից էլ աշխատաշուկայում կա խնդիր, որ գործատուները հիմնականում պահանջում են ավելի բարձր մակարդակի աշխատողներ ու նոր ավարտած ուսանողներին առաջնահերթություն չեն տալիս։ Հիմա կարճաժամկետ ծրագրեր կան, որոնք ավելի շատ են ինֆորմացիա տալիս ուսանողին իր ուզած մասնագիտության մասին, քան 4 կամ 5 տարվա կրթությունը։ Եթե ուսանողը կարող է 2 ամսում ավելի շատ ինֆորմացիա ստանալ, ինչի համար ընտրել 4 տարվա կրթությունը, էլի։ 4 տարվա փոխարեն 6 ամսում մասնագիտություն ձեռք բերելով հիմնականում երիտասարդները նախընտրում են այնպիսի աշխատանք գտնել, որը առցանց տարբերակով է։ Կարճ ասած, տնից աշխատանք է, որը գործփնտրողի եւ առաջարկողի շահերից է բխում։ Բայց եւ աշխատանք փնտրողները մեկ այլ խնդիր էլ ունեն, որը վերաբերում է թափուր հաստիկների մասին տեղեկատվության պակասին։ Թափուր հաստիկներին եւ գործատուների հետ ուղիղ կապին հնարավոր է հասնել միասնական սոցիալական ծառայությունների միջոցով։ Եվ այդ հնարավորությունը տալիս է e-work էլեկտրոնային հարթակը։ Մենք իրենց հմտություններին ու կարողություններին հարմար աշխատանքի առաջարկ կարող ենք անել, ուղղագրել գործատուի մոտ, նաև գործատուներին էլ եմ տեղեկացնում եմ, որ իրենց թափուր հաստիկները կարող են մեր տարածքային կենտրոնում որպես գործատու թողնել թափուր հաստիկները, մենք այդ հաստիկին համապատասխան աշխատանք փնտրողներին կուղղորդենք։ Էլեկտրոնային հարթակում պահանջվածը բանվորական կադրեր են, որի պակասը շինարարության արտադրական ոլորտներում միշտ զգացվում է։ Աշխատողներ են փնտրում նաև առևտրի եւ սպասարկման ոլորտներում եւ գերակշիռ մասը ոչ բարձրագույն կրթության պահանջով։ Բոլոր ոլորտներից էլ հետաքրքրվողներ կան ու սպասարկման ոլորտում էլ ենք տեղավորել աշխատանքի, դե դուք գիտեք, որ այն հաստիկները, որոնք համալրվում են մրցութային կարգով, չնայած այն բանի, որ որպես գործատու իրանք մեր մոտ կան, բայց թափուր հաստիկները, որոնք մրցութային կարգով են համալրվում, մենք այդտեղ անելու բան չունենք, ոնց որ ասած։
Զբաղվածության հարցերը լուծող պետական հարթակը 16-ից 63 տարեկան հաշվառված աշխատանք փնտրողների եւ գործազուրկների համար է։ Տարածքային կենտրոններում գործում են տարբեր զբաղվածության ծրագրեր, հաշվի առնելով դիմողների հմտություններն ու նախընտրությունները, ներառյալ պրակտիկա անցնելու եւ հետագայում աշխատանքի անցնելու հնարավորությունները։ Օրինակ պրակտիկայի ծրագիրը, որը վճարում են գործատուին, ինչու՞ չէ նաև աշխատանք փնտրողին կամ ուսանողին, ով անցնում է իր ճանապարհածախսն է վճարվում, ամեն դեպքում իմ կարծիքով կա իրազեկվածության ցածր մակարդակ, մեր ազգաբնակչությունը լիովին տեղեկացված չէ գործող ծրագրերից։ Էլեկտրոնային հարթակը եւ զբաղվածության ծրագրերը հասանելի են նաեւ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար։ Նրանք կարող են մասնակցել հմտությունների զարգացման եւ նորերի ձեռքբերման ծրագրերին եւ փորձառության հիման վրա աշխատաշուկայի առաջարկներով հետաքրքրվել։ Եղած ծրագրերից բացի արցախցիների համար բիզնեսի աջակցման պետական ծրագրեր են ներդրվել։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։